Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, ապրիլի 9 Եվ շատ ժողովուրդ էր գնում նրա ետևից, գնում էին նաև կանայք, որոնք ողբ բուլած էին անում նրա վրա։ Ղուկաս ավետարան 23:27 Մինչ փրկչի մահվան ժամը նրանց ծաղրող ամբոխի մեջ մի քանի բարեպաշտ մարդիկ կային։ Նրանց ծանր վիշտն արտահայտվում էր սուգ ու ողբով, կազմելով սգալի թափորի երաժշտական նվագեցությունը։ Երբ ես պատկերացնում եմ փրկչին, ինչպես իր խաչը տանում էր դեպի Գողգոթա, ես միանում եմ այդ բարեպաշտ կանանց և ողբում եմ։ Սգալու համար իրականում ծանրակշիռ պատճառ կա, և ընդ որում շատ ավելի խորը, քան ենթադրում էին այդ ողբացող կանայք։ Նրանք սգում էին ոտնահարված անմեղությունը, հալածված առաքինությունը, արյունահոսող սերը և մահառաջի հեզությունը։ Սակայն իմ սրտում վշտի ավելի խորը ու դառը պատճառ կա։ Իմ մեղքերն այն մտրակներն էին, որ պոկում էին օրհնյալ ուսերի մաշկը։ Իմ մեղքերն այն պսակի փշերն էին, որ մխրճվում էին նրա ճակատի մեջ։ Իմ մեղքերը գոռում էին. «Խաչիր նրան, խաչիր»։ Իմ մեղքերը նրա հոգնած ուսերին դրին խաչը։ Նրանում, որ Քրիստոսին տարան մահվան, բավականու ցավ ու վիշտ կա ամբողջ հավերժության համար։ Բայց նրանում, որ մարդասպանը ես եմ, վիշտն ավելի շատ է, քան արցունքների ծովը։ Դժվար չէ կռահել, թե ինչու էին այն կանայք լալիս ու ողբում, սակայն ես ավելի ծանրակշիռ պատճառ ունեմ սիրո ու ցավի համար, քան նրանք։ Այրին Նայինից տեսավ, թե ինչպես իր որդին հարություն առավ մեռելներից։ Իսկ ես հարություն եմ առել, որպեսզի քայլեմ նորոգված կյանքի ճանապարհով։ Պետրոսի զոքանչը բժշկվեց տենդից, իսկ ես բժշկվել եմ մեղքի բորոտությունից։ Մարիամ Մագդաղենացու միջից 7 դև դուրս հանեց, իսկ ինձանից մի ամբողջ լեգիոն։ Մարթան ու Մարիամը պատիվ ունեցան Հիսուսին ընդունելու իրենց տանը, իսկ իմ դեպքում նա ապրում է ինձանում։ Նա ստեղծվեց մայրական արգանդում, սակայն հյուսված է նաև իմ մեջ որպես փառքի ապավեն։ Իմ պարտքն Աստծո առաջ ավելի քիչ է, քան այս սուրբ կանանցը, թող ավելի քիչ լինի նաև իմ շնորհակալությունն ու վիշտը։ Սիրով ու վշտով է լցված սիրտը իմ, արցունքով կլվանայի ոտքերը Քրիստոսի, քանի որ նա դուռն է բացել իմ սրտի, մտել ու փրկել է ինձ սպառնացող մահից։